10 իրականացնելուց հետո միջոցառումներով վերջինն է, դա շարունակվելու է ամբողջ կառավարության եւ ինչ միջոցառումներ իրականացնել, որովհետեւ սեպտեմբերին մինչեւ Սարվա ավար մենք սպասում ենք դեպքացանների մշակ անկանոնիզներ։ Ցավոք սրտի խցանների խնդիրը Երևան քաղաքում շատ ակտուալ է, խնդիրի կարգավորման հետ կապված մենք քննարկումներ ենք անում Երևանի քաղաքապետարանի հետ, որովհետև բոլորիս պարզ է, բոլորիս ակնհայտ երևում է, որ տրանսպորտային միջոցները Երևանում շատ են, իսկ մեր փողոցները ամենայն դեպս դրա համար նախատեսված չեն։ Շարժը շատ է լինում Երևանի հարակից շրջաններից դեպի Երևան, մենք փաստեր ունենք, որ տարբեր մարզերից Երևան բերում են դպրոցներ, մանկապարտեզներ, այսինքն Երևան քաղաքում այդ պիկը լինելու է։ Մենք այս պայն անցնում ենք ուժեղացված ծառայության, բայց հավատացեք, այդ ուժեղացված ծառայությունը միշտ պահվում է, որպեսզի հնարավորինս խցանումների հարցը կարողանանք լուծել, բայց խցանումների հարցը դա միայն ոստիկանության տիրույթում չէ։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, առհասարակ տնտեսամիջոցների կանխարգելման ուղղությամբ մեր աշխատանքները միայն չեն սահմանափակվում դպրոցներում, ուսումնական հաստատություններում, ու առհասարակ կանխարգելման աշխատանքը ինքնըստինքյան բազմափուլային աշխատանք է եւ մի կոմպոնենտով կամ մի մեթոդաբանությամբ բնականաբար չի կարող իրականացվել։ Տնտեսամիջոցների կանխարգելման տեսանկյունից մենք սեպտեմբերի 1-ին, այսինքն ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված նաև որոշակի միջոցառում ենք նախատեսվում իրականացնել, մասնավորապես տեղեկատվական թերթիկներ ենք փոխանցելու ուսումնական հաստատություններին, որոշ դեպքերում նաև օրինական ներկայացուցիչներին։ Դա կանխարգելիչ աշխատանք է ոչ թե անչափահասների հետ, այլ անչափահասների օրինական ներկայացուցիչների եւ ծնողների հետ։ Տեղեկատվական թերթիկի մեջ պարունակելու է այնպիսի տվյալներ, որոնք օրինակ օրինական ներկայացուցիչի համար կարող են հիմնավոր կասկած առաջացնել, որ երեխան օգտագործել է թմրանյութ, ինչպես նաև նման կասկածի առկայության դեպքում վարվեցողության ինչ մեթոդ պետք է ծնողը կիրառել եւ ըստ էության, տեսեք, երբ որ մենք խոսում ենք ուսումնական հաստատություններում տնտեսամիջոցների կանխարգելման մասին, մենք բավականին զգայուն թեմայի մասին ենք խոսում, որը պետք է շատ զգուշավորությամբ իրականացնել, որովհետեւ երբ որ որևէ կանխարգելիչ աշխատանք չի ընտրվում ճիշտ մեթոդաբանությամբ կամ առնվազն մեթոդաբանությունը որոշակի մասնագիտացված ֆիլտրացում չի անցնում, այստեղ մենք կարող ենք գործ ունենալ օրինակ քողարկված գովազդի մասին, այսինքն եթե ոչ մասնագիտական ձևով այդ կանխարգելման աշխատանքը իրականացնենք, ուստի մենք շատ մեծ զգուշավորություն ենք ցուցաբերում անչափահասների շրջանում տնտեսամիջոցների կանխարգելման աշխատանքների մասով, որպեսզի այդ աշխատանքները քողարկված գովազդի չվերածվեն, ավելի շատ այստեղ շեշտադրումը մենք դնում ենք հենց ծնողների եւ օրինական ներկայացուցիչների հետ կանխարգելիչ աշխատանքների իրականացմանը, քանի որ որպես այդպիսին առաջի ազդակը հենց կարող ենք մենք ստանալ ծնողից վիճակագրական տվյալների մասով, տեսեք, մենք ունենք այս տարի անչափահասների շրջանում տնտեսամիջոցների ապօրինի շրջանառության 1 դեպքի նվազում 2026 թվականի կիսամյակի տվյալներով ունենք արձանագրված 2 դեպք, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համար 3 դեպք։ Իհարկե ունենք դեպքի նվազում, դրական արդյունք է, բնականաբար դրական արդյունք է, բայց ունենք արձանագրված 2 դեպք, ունենք մտահոգություն, իհարկե ունենք մտահոգություն։ Եթե քանի որ անկախ արձանագրված թվի քիչ քանակից, եթե ունենք արձանագրում, ուրեմն ունենք այստեղ անելիքներ եւ բնականաբար խնամքով վերաբերվելով մեր կողմից դրական արդյունքներին, բնականաբար այս ուղղությամբ պետք է մեր զգոնությունը
չթույլատնենք եւ կանխարգելիչ աշխատանքները նույն թափով իրականացնենք եւ թմրամիջոցների կանխարգելման համատեքստում կցանկանամ նաեւ ընդգծել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ռազմավարությամբ մենք ունենք մի շարք միջոցառումների ցանկ, որը հենց նախատեսված է անչափահասների եւ անչափահասների օրինական ներկայացուցիչների շրջանում իրականացնել, եւ որի մի կողմից նշված տեղեկատվական թերթիկների իրազեկման գործընթացը հենց նշված ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներից մեկն էր եւ հետեւաբար այս ուղղությամբ մեր աշխատանքները մշտապես կրում են շարունակական բնույթ, անկախ ուսումնական տարի լինելուց կամ արձակուրդային ժամանակահատված լինելուց։ Մենք ռազմավարությունով նաև ունենք սկրինինգի, կամավոր սկրինինգի ինստիտուտի ներդրման միջոցառում, ներկայումս այդ ուղղությամբ իրականացում են քննարկումներ, հասկանալու համար, թե դրա կիրարկումը ինչ մեթոդաբանությամբ կարող ենք իրականացնել, որովհետև հասկանում ենք նաև, որ նման դրսևորումները կարող են օրինակ ծնողների կամ մեծ հասակների կողմից որոշակի բացասական վերաբերմունքի արժանանան կամ չգիտեմ տպավորություն ստեղծեն բնակչության մոտ, որ դրանով մենք ինչ-որ ներգործության միջոցներ ենք փորձում իրարենք, բնավ դրա նպատակը դա չէ, դրա նպատակը ինչպես դուք արդեն նշեցիք, հենց թմրամիջոցների կանխարգելման գործընթացն է, ներկայապես շատ ինտենսիվ քննարկումներ ենք իրականացնում դրա իրագործման մեխանիզմները հասկանալու համար։ Ճիշտ ասած, պարագային ծառայություն նմանվիճակագրություն չի տարվել, թալների վերարտների հետ կապված կոնֆլիկտի տարածքներում այս պայն նմանվիճակագրություն չունենք։ Այլ հարցեր։ Եթե հարցեր չկան, շնորհակալություն։ Եթե խորհրդոր վարորդների եթե թույլ կտակ, երկու բան ասեմ, եթե հարցեր չկա, հորդորս փոխանցենք մեր վարորդներին, մեր համար ամենաառաջնային եւ խնդրահարույց հարցերից մեկը դպրոցների մոտ կանգառ կայաման խնդիրներն են, որ վարորդները պատկերացնում են, որ այդ 1 րոպեն կանգառ կայանում արեցին, նրանք իրավախախտում չեն կատարում, դա իրավախախտում է նույնպես, որովհետեւ կանգառ կայումը չթույլատրված վայրում 1 րոպեն նախատեսվում է այն դեպքերում, երբ որ այլ խոչընդոտ չի լինում, բայց եթե երկրորդ շարք կանգնում են, այսինքն հետևից եկող մեքենայի համար խոչընդոտը վթարային վիճակը, դա իրավախախտում է։ Կխնդրեի մեր վարորդները դրան շատ ուշադիր լինեն, որովհետև, չգիտեմ, մենք սեպտեմբերի 1-ին բոլորս ուզում ենք մեր անձնական մեքենաներով երեխաներին դպրոց տանենք, ինչ-որտեղ նորմալ է, բայց այդ կանգառ կայաման խնդիրը պետք է հասկանանք խցաններ չլինելու հետ կապված։ Հաջորդ ամենակարևոր հարցը մանկական հատուկ նստատեղերն է, որ մինչև 7 տարեկան երեխաները, դե 6 տարեկանից արդեն դպրոց են գնում, մինչև 7 տարեկան երեխաները պարտավոր են տեղափոխել մանկական նստատեղերով, այսինքն քարսիտներով։ 7-ից 12 տարեկանը թույլատրվում է առանց քարսիտի, բայց նստածն են մեքենայի հետևի նստատեղում եւ ամրակապված։ Իմ խնդրանքը հորդորս վարորդներին է, որ նման ես երկու խախտումները, որը կապված են դպրոցահասակ երեխաների հետ, հնարավորինս չանեն, որովհետև կատարելու դեպքում պարզվելու են օրենքի սահմանված կարգով։ Ուրիշ եթե հարցեր չկան։ Ես իմ խոսքում հորդոր արդեն ուղեցի ծնողներին, բայց եւս մեկ անգամ ծնողներին հորդորում ենք, որպեսզի շատ զգոն լինեն եւ առանց հսկողության չթողնեն իրենց երեխաներին հատկապես դպրոց ուղեկցելիս եւ տուն նաեւ առհասարակ ոչ միայն դպրոցական ժամանակահատվածում, այլ նաեւ դասերի ավարտից հետո մշտական ուշադրության եւ վերահսկելիության սահմանում պահեն նաեւ իրենց երեխաների առցանց միջավայրի հետաքրքրությունները, դրանց հետաքրքրության շրջանակները եւ նորից վերադառնալով արգելված իրերին